Այո, չեք սխալվում, ծովում եմ, բայց մինչև հասել եմ գիտեք ինչ լևելներ եմ անցել։ Դուք մտածում եք սամոլոտի մեջ կարևորը թռնելն է։ Չարաչար սխալվում եք։ Կարևորը ուղևորներին դիմանալն է, մանավանդ Երևան Եգիպտոս թռիչքի ժամանակ։ Ուրեմն դիմացից մի հատ պապիկ էր նստած, ով հպարտ դեմքով ու չմիացրած նաուշնիկներով բրազիլական սերիալ էր նայում։ Լավա կողքի նստած տղան արթնացավ ու պապիկին բացատրեց, որ նաուշնիկները պետք է միացնել։ Իսկ եթե խոսանք օդաչուից, ինձ թվում է իրան մենակ լավ պասատկա անել էին սովորացրել։ Այդ ղժղժան երեխեքի մասին բան չասեմ։ Իրա ծակաժները ցավալու պատճառով ես կանտուզիա ստացա։ Կողքի շարքում էլ մի ծոց 2 օր առաջ գնացել էր հարսանիք ու ամբողջ թռիչքի ժամանակ այդ հարսանիքի կադրերն էր նայում։ Ու մարդու այդ կռիվ էր տալիս, թե ինչի այդքան թանկ տվեց այդ շորը արավ։ Ու Աստված գիտի այդ շորը երբ հագնելու ու ով է իրան հարսանիք հրավիրելու։ Իսկ վիշն գնատորտի եղավ, երբ վերջում ասեց ավելավ այս շորի փոխարեն մի մեջոք կարտոշկա առնեի։ Իսկ ժողովուրդը նենց է շտապում, ոնց որ ծով չեն գնում են գործնական հանդիպման։ Ծով։ Ժողովուրդ ջան, կարմիր ծովը մտնում ես, գնում, ծկներից վերև չի բարձրանում։ Հենց մի փոքր գոտկատեղին հասավ, բույոկներ տեսա։ Այսինքն եթե բույոկները անցնեմ, վերջ կխեղդվեմ, կկործանվեմ։ Այնքան շատ են հայերը հյուրանոցում, որ չգիտես Եգիպտոսում ես թե Հյուսիսայինում։ Չնայած Հյուսիսայինում հայ չկա։ Ռեսեպշնում ասեցին ընդամենը 2 ժամ պիտի սպասեմ, կռիվ մի տվեք։ Ես էլ ասեցի կռիվ չեմ տալիս, ես ուղղակի էմոցիոնալ ֆակտոր եմ բարձրաձայնում։ Ու ընդհանրապես համբերությունը իմ երկրորդ անունն է։ Ուղղակի հիմա հանգստանալու է գնացել։ Ընդհանրապես այսօր շատ եմ հոգնել։ Հա, չենք շեղվում։ Այսօր նախաճաշել եմ, լողացել եմ, ճաշել եմ։ Մի խոսքով, գրամ հանգստանամ, որ երեկոյան էֆեկտնը մտնեմ ընթրիքի։ Ուխի 13